Բարի լույս։ Հովանու ավետարանի 9-րդ գլխում մեր Տեր Հիսուս Քրիստոս հետևյալն է ասում. Դադաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. Միթե մենք էլ կույր ենք։ Հիսուս նրանց ասաց. Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, եւ ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում։ Սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս առիթ է տալիս, որպեսզի մենք անդրադառնանք մեր մեղքերին։ Փարիսեցիներն ասում են, միթե մենք էլ կույր ենք, որովհետեւ մտածում են եւ հասկանում են, որ Տերը իրենց է հասկացնում։ Եվ Տերն ասում է. դուք եք ասում, որ տեսնում եք։ Եթե դուք ձեզ համարում եք տեսնողներ, ուրեմն մեղքի մեջ հաստատում եք, որովհետև չեք հրաժարվում ձեր մեղքից։ Մենք որպես քրիստոնյաներ, երբ խոսում ենք մարդկանց հետ, սկսում ենք դասեր տալ մարդկանց, բայց միաժամանակ շարունակում ենք մնալ մեղքի մեջ։ Ինչու՞, որովհետև կույր ենք։ Որովհետև ուրիշին փորձում ենք խրատել, բայց մեր մեղքին չենք կարող անդրադառնալ։ Որովհետև նախընտրում ենք ուրիշին ցույց տալ, որ մենք քրիստոնյա ենք, բայց ինքներս մեզ չաբացուցել այդ քրիստոնեությունը։ Որովհետև նախընտրում ենք ուրիշի համար լավ խրատատու լինել, լավ հանդիմանող լինել, բայց երբ հարցը գալիս է մեզ, ապրել կուրորեն, հարմարվել այդ կուրությամբ։ Եվ Տերն ասում է. քանի որ տեսնում եք, այլևս այդ մեղքի մեջ եք, որովհետև տեսնում եք եւ չեք հրաժարվում։ Ուրեմն սիրելիներս, այսօր յուրաքանչյուր մեկս, երբ փորձենք Տիրոջը հարցնել, ասելով, որ Տեր, միթե ես էլ կույր եմ, մինչև այդ հարցադրումը անելը ինքներս մեզ հարցնենք. միթե մենք էլ կույր ենք, եւ պատասխանը դրական է գալու։ Եվ շուտապույտ ձևով պետք է այդ կույրությունից ազատվել, բացել հոգու աչքերը։ Իսկ դա բացվում է, երբ կարողանում ենք մեղքից, սխալից, պղծությունից, անտրամաբանական ապրումից, սխալ ընթացքից, անտարբերությունից, վիրավորանքից, հայոյանքից, կեղծիքից, բամբասանքից ազատվել, որտեղ դրանք ազատում են մեր հոգևոր տեսությունը, բացում են մեր հոգևոր աչքերը եւ այդ ժամանակ կտեսնենք ինչ ընթացքի մեջ ենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։